Սա մեծագույն կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆիևի տուն-թանգարանն է։ Նա ծնվել է 1891 թվականի ապրիլի 23-ին։ Իր առաջին ստեղծագործությունը նա գրել է 5 տարեկանում, իսկ նրա առաջին ուսուցչուհին մայրն էր։ 13 տարեկանում ընդունվում է Պետերբուրգի կոնսերվատորիան, ավարտում է որպես դաշնակահար, սակայն ավարտելուց նա գրում է դաշնամուրային առաջին կոնցերտը, որի շնորհիվ էլ արժանանում է Ռուբինշտեյնի անվան առաջին մրցանակին։ Ունեցել է շռնդալից համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհում։ Պրոկոֆիևը շատ լավ խաղացել է նաև շախմատ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է «Զոլուշկա» բալետը, «Պատերազմ և խաղաղություն» օպերան, Ալեքսանդր Նևսկու և Իվան Գրոզնու նվիրված ֆիլմերի մասին երաժշտությունը։ Իր առավել հայտնի ստեղծագործություններն են «Սեր առ երեք նարինջները», «Լյուբով к трем апельсинам» օպերան, «Ռոմեո Ջուլիետ», «Քարե ծաղիկ» բալետները, «Սիմֆոնիկ հեքիաթ», «Պետյան և գայլը», դաշնամուրային կոնցերտներ և սոնատներ։ Սերգեյ Պրոկոֆիևը մահանում է Մոսկվայի իր տանը մարտի 5-ին 1953 թվականին, սակայն նրա մահը շատ աննկատ է մնում, քանի որ նույն օրը մահանում է Իոսիֆ Ստալինը։